Տեսագրությունները փաստեր չեն։ Տեսագրություններ չկան, Նարե։ Մի րոպե, ամբողջ օֆիսի տարածքում տեսախցիկներ կան։ Նարե ջան, հավատա, որ ես քեզնից լավ գիտեմ այդ օֆիսում ինչ է կատարվում։ Հա, երևի Արմոն ջնջել է, որ փաստեր չլինեն։ Չէ, բայց ես չեմ հասկանում, ինչի պիտի ջնջեր այդ տեսագրությունները, ինչի համար, Չեմ հասկանում, հիմա Արմոյին եք հա քննարկելու։ Բալես չէ, ուղղակի հարցնում եմ, քննարկում ենք։ Հերդ էլ է նորը ասեց, որ ոչ մի բան չկա, ուղղակի անհանգիստ եմ։ Մտածում եմ, ինչի համար պիտի ջնջեր կամ վերացներ, ինչ գաղտնիք ունի ձեզանից։ Միասին մի գործի մեջ եք, ինչի պիտի ջնջեր, Մամա, այդ օֆիսի կամերաները ես եմ իմ ձեռով անջատել ու արդեն շատ երկար ժամանակ է։ Ինչի։ Նարե, տենց էր, պետք անջատել եմ։ Այդ ձեր քննարկելու թեման չի։ Հա, կյանքս։ Մի ցինիկացի Արմո։ Չհասկացա։ Որտեղ ես տեղը տասա պիտի տեսնեմ քեզ։ Շատ հաճելի է, որ դու ես զանգում ու հանդիպում ես փնտրում։ Այս ջղայնացած ես թե ինձ է թվում։ Ասում եմ տեղը տասա, ես հենց հիմա պատրաստվում եմ ու դուրս գամ։ Արագացրու, սպասում եմ։ Ամբողջ գիշեր քայլում էիր։ Դե եթե եկել է ասել այն պահին, որ պետքա ճշտես, գնա ու հարցրու։ Ես չեմ ուզում այդ աղջիկը նեղվի։ Հարցը հենց այնա, որ ինքը ինձ շատ է օգնել։ Հազար անգամ ասել եմ մի արա, բայց մեկը օգնել է։ Ես իրեն երբեք չեմ խնդրել, որ անի քերի, բայց միշտ արել է, հասկանում ես։ Հիմա ես ոնց իրան դեմ քայլ անեմ։ Հայկ ջան, շնորհակալ լինելը լավ հատկանիշ է։ Ու դա շատ գովալի է։ Ումա պետք է մարդը, որը շնորհակալ չի։ Այդ ամեն տեղ է հարգվում, ու այդ ճիշտ է։ Բայց եթե քո հարցերի պատասխանը մենակ տենց ես կարող ստանալ, ուրեմն ինչ որ ձև գթի ու ասա։ Մտածի մի բան, որ այդ աղջկանը չվնասես։ Իսկ չկա ուրիշ ձև, որ այդ ժամացույցը ուրիշ տեղ տեսած լինես։ Ձեռքերդ։ Կյանքս ինչ է եղել, որ դու տենց մեծ ցանկություն ունեիր ինձ տեսնելու։ Այդ դու պիտի բացատրես ինչ ա եղել։ Ինչքան էր պատրաստվում խաբեիր։ Ինչը։ Ինչը։ Ուր են տեսագրությունները։ Մոտս են կան։ Մոտդ են։ Դե ցույց տուր։ Հա, մոտս Ցույց են։ տուր հենց հիմա։ Դու ինձ ինչ ես ասել ես որ մատանին մատիտ լինի, կտամ կջնջես, չէ՞։ Դե տուր, տուր։ Տուր ջնջեմ։ Հա, մոտս են, նարե կտամ։ Մոտը չեն։ Դե թե մոտդ են տուր տեսագրությունները։ Հանգստացի մի հատ, նարե։ Դու այս աշխարհի ամենաստոր մարդն ես հասկանում ես։ Դու այս աշխարհի ամենաստոր մարդն ես։ Դու ինչ էիր մտածում։ Հանգստացի, նարե։ Մեզ կանաս բոլորիս մատերիդ վրա ֆռացնես։ Ուր են տեսագրությունները։ Տուր։ Մոտս են ու ասել եմ կտամ, ես իմ խոսքի տերն եմ, հանգստացի մի հատ։ Չկան տեսագրությունները, խաբում ես։ Հանգստացի մի հատ, նարե։ Սուտ ես ասում։ Վրամը ինձ ասել է, որ օֆիսի տեսախցիկները չեն աշխատում, միացված չեն։ Ես քեզ տենց բան եմ ասել։ Հա, մոտս են ու կտան, ես իմ խոսքի տերն եմ։ Զզվելի ես դու։
տական քեզ դու, ստոր ես դու, զզվելի ես դու, ստոր։ Հանգստացին արա։ Քեզ սենց մի բայի փողոցում ենք։ Ձերքս թող, Ինչ ես քեզ թույլ տալիս, հանգստացի։ ձերքս բաց թող ասում եմ, տականք։ Քեզ հանգիստ բային արա փողոցում ենք մենք։ Զզվում եմ քեզնից, զզվում եմ քեզնից։ Թող ասում եմ։ Հանգստացին արա փողոցում ենք։ Դու ես ամեն ինչ սենց հեշտ չես մաքսելու, հասկացար։ Հավաքտի քեզ մի հատ նարը։ Դու քեզ ինչի տեղ ես դրել։ Հետո դու չես հասկանում, հանգստացի մի հատ։ Իսկ դու ամենաստոր սրիկան ես, ում ես հանդիպել եմ ամբողջ կյանքիս ընթացքում։ Հանգստացի նարը։ Բաց թող, Հանգիստ բայի քեզ որ թողնեմ։ թող ասում եմ։ Հանգստացի նարը։ Ես դրա անունը չեմ տվել ու ես իմ խոսքի տերն եմ։ Քեզ ինչ է թվում ես ամեն ինչի քո վրա էժանա նստելու։ Բախտդ բերել է արմողակի չեմ ուզում որ ախորը ձեռքերը քո վրա կեղտոտվեն դու այնքան տական քեզ դու այնքան սրիկա ես որ չեմ ուզում քո պատճառով վրամին ինչ որ բան լինի։ Ասեցիր պրծար, դե հիմա շատ ուշադիր ինձ լսի։ Եթե դու կարող ես իշատակը հարգեիր, հանուն Մարգարիտ Թորան սենց քայլերի չէիր գնա։ Ու ես վրամին չեմ ասում նրա համար, որովհետև չգիտեմ թե դու ինչ ես ասելու, թե հանուն ինչի ես հետս ամուսնանալու։ Ուրեմն լսի արմո քեզ ինչ եմ ասում ես այս ամեն ինչը սենց չեմ թողելու։ Ձեռքերս։ Թող, ձեռքերը թող։ Էս ինչ ես անում, ես ոնց ես պահում քեզ։ Նարե ոնց ես։ Դու որտեղից հայտնվար։ Սոն ամեն ինչ նորմալ է հանգիստ է դու հանգիստ կարես գնաս։ Հաստատ նար։ Նորմալ է։ Հա ամեն ինչ նորմալ է։ Դու ինչ գործ ունես, ես քո թեման չի։ Սուս մնա։ Ես չեմ գնալու մինչև դու Նարեին հանգիստ չթողնես։ Պետք լինի վրամին կզանգեմ։ Չէ, սրանք ընտանիքով լավ չեն հասկանում։ Սուս մնա ասում եմ։ Սոն ամեն ինչ նորմալ է դու կարես հանգիստ գնաս։ Ես քեզ նորից եմ ասում, այստեղից չգնացիր, ես վրամին եմ զանգելու։ Լավ նարը, մենք հələ շատ լուրջ կխոսանք։ Նարե հաստատ ամեն ինչ նորմալ է։ Ես տաքսի եմ կանչել, կուզես միասին կգնանք։ Չէ, Սոն, դու գնա, ամեն ինչ նորմալ է։ Սա քեզնից ինչ էր ուզում։ Ոչ մի բան, ուղղակի խոսում ենք։ Դու հանգիստ գնա, ամեն ինչ նորմալ է։ Չէ, ես քեզ մենակ չեմ թողնի, արի միասին գնանք։ Չէ, Սոն, իսկապես ես շնորհակալ եմ, ես գնամ արդեն։ Եվ ինչ որոշեցիր։ Ճիշտ ես, երևի մի բան մտածեմ ու գնամ մոտը։ Համ հարցերս կտամ, համ էլ նենց կանեմ, որ Նարայի համար խնդիրներ չստեղծվի։ Ոնց որ դու ես ասում, կարևորն է, որ քո համար արածի վրայով չանցնես։ Երևի հենց այսօր էլ կգնամ։ Պապ, հետդ շատ կարևոր խոսալու բան ունեմ։ Իսկ չի լինի տանը խոսենք։ Չէ, որովհետև չեմ ուզում, որ մաման ու վրամը ներկա լինեն մեր խոսակցությանը։ Արմոն ջան, դրսում սպասի, խոսենք, քեզ կկանչեմ։ Չէ, թող Արմոն մնա, որովհետև խոսակցությունը հենց իրա մասին է։ Այսինքն Ես քեզ ասել էի, չէ, որ այս ներկայացումը երկար չի տևելու։ Նարե։ Ես ոնց ես խոսում։ Ես կարծեմ երեք շատ պարզ արտահայտվեցի։ Պապ, ուղղակի դու ոչ մի բան չգիտես։ Ես քեզ ոչ մի բան չեմ պատմել ու այդ իմ սխալն է, իմ մեղավորությունն է, բայց ես սենց չեմ դիմանում։ Հիմա ժամանակն է, որ դու իմանաս, թե ով է այս մարդը ու ինչ է իրանից իրականում ներկայացնում։ Ես չեմ խոսել վրամի հետ։ Չեմ ասել, բայց ուզում եմ, որ դու իմանաս։ Արմոն խաբում է։ Խաբում է քեզ, խաբում է ինձ, խաբում է վրամին։ Ինքը ուղղակի ստոր մարդ է ու շատ երկար ժամանակ
շանտաժի միջոցով է ինձ իր կողքը պահում։ Ես սկզբում ոչ մի բան քեզ չէի ասում, որովհետև մտածում էի, որ ինքս կկարողանամ լուծել այս հարցերը, բայց հիմա ես հասկանում եմ, որ ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս։ Պապ, նորից եմ ասում, այդ իմ սխալն է, որովհետև ես ժամանակին վախեցել եմ ու քեզ ոչ մի բան չեմ ասել, բայց այս մարդը, այն մարդը չի, ով ներկայանում է ձեզ։ Ինքը հատուկ կազմակերպեց նենց, որ բոլորդ մտածեք, ես իր ընկերուհին եմ։ Հետո արդեն բանը հասավ նրան, որ բոլորդ խոսակ մեր ամուսնությունից։ Ես Արմոյին երբեք չեմ սիրել ու երբեք չեմ սիրելու։ Ինքը այս աշխարհի ամենաստոր մարդն է։ Նարե, հավաքի քեզ, ես ոնց ես խոսում։ Ձյացա քո ես ամեն ինչ կբացատրեմ։ Մի րոպե։ Իսկ ինչի համար է շանտաժարել քեզ Արման։ Հա? Շանտաժ են անում են մարդուն, ով շատ մեծ սխալ է գործած լինում ու փորձում է թաքցնել, չէ՞։ Իսկ դու ինչ ես արել։ Ինչ։ Այսինքն քո համար ոչ մի նշանակություն չունի, որ ինչ որ մեկը շանտաժով է ինձ իր կողքը պահում։ Հա, կարևորը պատճառն է։ Ես քեզ պարզ ասի, հարցս կրկնեմ։ Կարծեմ այսօր մեր մեջի լուրջը ես էի, չէ՞։ Ինչ, չես լսում։ Ում ես զանգում։ Հայկին։ Վայ Լիլիթ։ Հա, Սոն ջան։ Հայկ չեմ խանգարում։ Չէ, ինչ կասա։ Եթե զբաղված չես կարանք հանդիպենք։ Կխվել ես մի հատ տեսքս նայի։ Ես ու Լիլիթը հեսա դուրս են գալու ընդմիջման, հեսա տեղը որոշենք, քեզ կգրեմ, լավ։ Հո բան չի եղել, դու լավ ես։ Հա, ես լավ եմ, իմ հետ կապված չի։ Ուղղակի կգաս։ Եղավ լավ։ Սոն, մի հատ տեսքս նայի, գոնես զգուշացնեիր։ Լիլ, որ զգուշացնի, ինչ էր փոխվելու։ Ավարտականի գեղեցիկ շորներ հագնելու, հա գայր։ Բայց երևի ես չգամ։ Թող ախպերը ցկային բացակայությունը։ Վայ Լիլ, հանկարծ տենց բան չանես, վստահ եմ աղբորս սիրտը հաստատ չի դիմանալու։ Ծիծաղի, ես ասում եմ հայացքներ եմ, չէ՞ նկատել, ուրեմն ինչ որ մի բան զգացել եմ, չէ՞։ Հո ուղակի չէի սիրահարվելու։ Գիժ եմ, ինչ եմ, մի բան զգացել եմ։ Եսի։ Երբ խնդիր է լինում երկու հոգու միջև, մեղքը մենակ մի հոգու մեջ չի լինում։ Իսկ դու ինչ ես արել, որ Արմոն քեզ շանտաժ է անում։ Խոսի, լսում եմ քեզ, բայց ճիշտն ասա։ Եթե չէ, կարաս գնաս, մենք աշխատում ենք։ Պապի, ես քեզ այսքան բան եմ պատմում։ Դու ինձ ասում ես ինչ է արել Արմոն։ Լավ։ Հիմա կպատմեմ, որովհետև ես թաքցնելու ու վախենալու այլևս ոչ մի բան չունեմ։ Սկզբում ես Հայկին էի տեսել։ Բայց վախեցա, որ մեր ընտանիքների մեջ նոր պատերազմ կսկսվի ու ոչ մի բան չասեցի։ Ու այդ ընթացքում Արմոն օգտվեց առիթից ու ներկայացրեց նենց, իբր մենք իրար հետ շփվում ենք։ Հետո երկրորդ անգամ, երբ որ արդեն ես ուզում եմ ձեզ բացատրել, որ ոչ մի բան չկա,
Ես տեսա Հայկին նորից ու ձեզ պատմել եմ, ոչ մի բան չեմ խաբել։ Տեսա, որովհետև Սոնայի մասին ենք խոսել։ Այդ ժամանակ էլ Արմոն օգտվեց առիթից ու ներկայացրեց նենց, որ մենք իբր նշանված ենք։ Իսկ ես վախեցա։ Ոչ մի բան չպատմեցի ձեզ։ Դրանից հետո էլ ես փորձում ձեզ բացատրել, որ ոչ մի կապ չունեմ Արմոյի հետ, ուղղակի չէր ստացվում, որովհետև Արմոն հետո էլի շանտաժի առիթ գտավ։ Այդ օֆիսի դեպքերը, որ տենց էլ ոչ մեկ չհասկացավ, ինչ է կատարվել օֆիսում։ Ինքնից խաբեց։ Ասաց, որ տեսագրություններ ունի, Հայկի դեմ ապացույցներ կան։ Ու քանի որ ես չէի ուզում, որ ինչ-որ բան լիներ մեր ընտանիքների մեջ, ես վախեցա ու քեզ ոչ մի բան չասեցի, բայց հիմա ես այլևս չեմ կարողանում, պապա։ Արմոն ինձ ասաց, որ այդ տեսագրությունները մենակ ինքը ունի։ Ու դուք դրանք չեք տեսել, որովհետև ինքը իր մարդկանց ունի օֆիսում։ Ես հավատացի իրան։ Հետո պարզվեց, որ իրականում օֆիսի բոլոր տեսախցիկները անջատված են։ Ու ես երեկ եմ իմացել, որ ոչ մի տեսագրություն չկա։ Պապա, Արմոին ծեծել է Հայկը։ Բայց ես վստահ եմ, որ Արմոն ինչ-որ ձև հրահրել է։ Հա, ես սխալ բան եմ արել, որ լռել եմ։ Բայց Արմոյի արածը ստորությունը թող գար ձեզ ասեր։ Ինչի չի ասել։ Որովհետև ինքը ձեր պատկերացրած ազնիվ մարդը չի։ Դյացա քո որից լսես ես հիմա ամեն ինչ կասեմ քեզ։ Հիմա ինչ էլ ասես, մեկը ոչ մի բան դրանից չի փոխվելու, Արմո, ամեն ինչ վերջացած է։ Վերջ, ես ու դու այլևս իրար հետ ոչ մի կապ չենք ունենալու։ Ու մենք պատահական էլ չենք հանդիպի, ես վստահ եմ։ Որովհետև այն ինչ որ լսեց պապան, հաստատ դրանից հետո քեզ տեսնել չի ուզի։ Քո արածը քո դեմ դուրս եկավ։ Մի րոպե, հարցերը սենց չեն լուծում։ Սպասի։ Դրսում սպասի։ Սկզբի համար ասեմ ականջի դողարա։ Վերջին խոսքը միշտ ես եմ ասում։ Կներես, պապ, ուղղակի ես համոզված եմ, որ ինչ էլ լինի, դու միշտ իմ կողքին ես, դրա համար տենց համարձակ խոսեցի։ Երևի այդ իմ սխալն ա եղել, որ քեզ այդքան շատ եմ սիրել ու շատ եմ երես տվել։ Դրա համար էլ դու ինձ այս տեսակ խնդրի առաջ ես կանգնեցնում։ Չհասկացա, պապ։ Ես ինչ եմ արել, ես ինչու եմ մեղավոր։ Հիմա քեզ ես հարց եմ տալիս։ Շատ երկար կմտածես, նոր կպատասխանես։ Ով է այդ Հայկը։ Քեզ համար, որ դու այդ տեսակ զոհողությունների ես գնում ու պատրաստ ես հանուն դրա չսիրածդ մարդու հետ կյանք կապել։ Շատ երկար կմտածես, նոր կպատասխանես, դա շատ կարևոր է ինձ համար։ Պապ, այդ Հայկի համար չի։ Ես ուղղակի չեմ ուզում, որ մեր ընտանիքների մեջ դժբախտությունը շարունակվի, որովհետև իրանց ընտանիքը շատ է տուժել մեր պատճառով ու ես չէի կարա ուղղակի թույլ տալ, որ ինչ-որ հիմար բանի պատճառով Արմոն նոր կռիվ հրահրեր։
տանս մեջ բարի կամքի դեսպան եմ մեծացրել, հա? Ու չեմ նկատել։ Պապ, դու ինձ ծաղրում ես։ Ես քեզ պատմում եմ, որ ես դժբախտության մեջ եմ։ Ես քեզ ասում եմ, որ Արմոն ստորություն է արել։ Քեզ թվում է ես չեմ հասկանում ինչա կատարվում Նարե, կամ ինչա հիմա տեղի ունենում։ Քեզ թվում է չեմ հասկանում։ Քեզ թվում է ես հենց նենց է եկել քեզ մոտ, կամ ինչ որ ասի հենց նենց եմ ասել։ Հա։ Դու իմ պատիվն ես տրորում Նարե։ Դու անպատվում ես աղբորդ հիշատակը։ Դու ինչ գործ ունես այդ Մարգարիտ Թորան հետ։ Դու իմ ընտանիքի անդամը չես, այդքան կարճ է հիշողությունդ։ Պապ, ես քեզ ոնց բացատրեմ, որ դու ինձ ճիշտ հասկանաս։ Հերիքա, հեքիաթներ պատմես, չեմ ուզում լսել։ Հենց հիմա մատանին դիր մատդ։ Ինչ։ Ինչ որ լսիր չեմ կրկնելու։ Ես դες ոչ չեմ անի։ Կանես Նարե, կանես, են էլ ոնց կանես։ Պապ, ես չեմ հասկանում, ինչի ես դու իմ հետ սենց վարվում։ Ինչի դու ինձ չես հասկանում։ Ստեղ հարցը Հայկը չի, ստեղ հարցը Արմոն չի, պապ, ես եմ ստեղ հարցը, ես քո աղջիկն եմ, կանգնած եմ քո առաջ, քեզ պատմում եմ, որ ինձ նեղացրել են, որ ինձ շանտաժ են արել, որ ինձ վախացրել են, դու թքած ունես իմ զգացածի վրա։ Ես չեմ անելու տենց բան, ես չեմ սիրում Արմոյին, ես երբեք չեմ սիրել Արմոյին։ Մատանին Նարե։ Պապ, խնդրում եմ, ախր ես ոնց անեմ, որ դու ինձ հասկանաս։ Պապ, ախր ես գիտեմ, որ իմ ցավը քո համար մեկ չի։ Ամբողջ աշխարհը միշտ մտածել է, որ դու շատ սառնասիրտ մարդ ես։ Բայց ես միշտ պատրաստ եմ եղել կանգնեմ ամբողջ աշխարհի առաջ ու գոռամ, որ այդ տենց չի, որ դու այս աշխարհում ամենահոգատար մարդն ես։ Գիտես ինչի, որովհետև ես իրականում տենց եմ զգացել։ Ես միշտ զգացել եմ, որ դու իմ թիկունքին կանգնած ես։ Հիմա ինչի ես տենց անում։ Դու ինչի ես կոտրում այդ թիկունքը։ Հիմա ես եկել եմ հոգիս քո առաջ բացում եմ։ Դու ինչի ես այսքան անտարբեր։ Ես չեմ հավատում, որ ես իմ պապան եմ։ Իմ պապան իր Նարեի հետ երբեք սենց չէր վարվի։ Դու գոնե մի բան մտածում ես իմ մասին։ Իսկ դու երբ մտածեցիր իմ մասին։ Իսկ դու երբ մտածեցիր մորդ ցավի մասին, վրամի պատվի մասին, աղբորդ հիշատակի մասին։ Երբ մտածեցիր Նարե։ Երբ։ Պապ, ես շատ ունեմ հիմա քո օգնության ու ուժի կարիքը։ Ես չեմ հասկանում, ես ինչ մեղք եմ գործել աններելի, որ դու հիմա իմ հետ սենց ես վարվում։ Ես դեռ չեմ մեռել, որ թույլ տամ դու ինչ-որ մեղք գործես։ Ես շատ լավ հասկանում եմ ամեն ինչ։ Եվ հետո իմ օջախը մանկապարտեզ չի, Նարե։ Երբ ինչ ուզես անես, ոնց ինչ ուզես անես, դու իմ օջախում ասել ես համաձայն եմ, վերջ։ Ու ինձ համար շատ ավելի լավ է, որ դու Արմոյի հետ ամուսնանաս։ Ես դες բան չեմ անելու։ Ես քեզ ինչքան բացատրեմ, թե ինչ է եղել ու ոնց է եղել, որ դու ինձ հասկանաս։ Ես երեխա չեմ, աղջիկ ջան։ Ու շատ լավ հասկանում եմ ամեն ինչ։ Ու այդ քո ասած սրտաճմլիկ բառերը ինձ չեն հոզելու։ Էդ էր մնում պակաս, որ այդ Մարգարիտ Թորը քիթը մտցնի ընտանիքիս մեջ։ Հայկը ոչ մի բան չի արել, Հայկը ոչ մի կապ չունի այս ամեն ինչի հետ։
ինչու չես պատասխանում։ Սոն, Մի րոպե, լսի, բայց մտածում եմ կարող է պետք չի գամ, կարող է մի բան սխալ ասեմ։ լավ է Լիլիթ։ Արի։ Նորե աղջիկ։ Դու ոնենց չանես, որ ամեն ինչ մի կողմ տնեմ, ու մի շատ պատահականոր այդ հայկը տանետանա, որ ոչ մեկը ոչ տեսած լինի, ոչ էլ լսած լինի։ Ես մի բանը մի անգամ եմ զգուշացնում, դրանից հետո գործի եմ անցնում։ Սմատանին դիր մատըտ ու երբեք չտեսնեմ հանես մատիցըտ։ Ես կատակ չեմ անում։ Դու Արմոյի կինն ես համարվում, իսկ իմ տնից դուրս եկող կինը պիտի խոնար լինի ամուսնու առաջ։ Եթե չէ, ուրեմն ես անձամբ կխոնարեցնեմ քեզ։ Սրանից հետո սենց է լինելու, որովհետև դու չհասկացար նորմալ մարդկային լեզուն։ Դրա համար էլ սենց է լինելու։ Ես թույլ չեմ տա, ակոնջի տողարա, ես թույլ չեմ տա լալայի ու արպի պատմությունը խաղաս գլխիս, նրանք արդեն բեռով մուր են քսել ճակատից, դու էլ ես ուզում, հա? Ես թույլ չեմ տա, որ նույն բանը կրկնվի։ Վերջին անգամ եմ ասում, որ հիշես, եթե քեզ սխալ պահեցիր, այդ լակոտից թաց տեղ անգամ չեմ թողնի։ Արմո։ Հաջացեք։ Արմո, Նարային տանում ես տուն ու նայում ես մինչև վերջ, որ տուն մտնի ու հետ ես գալիս օֆիս։ Վերջ, իմ խոսքը չի քննարկվում։ Բայց կարող է լավ հասկացա։ Ում ես այդքան զանգում։ Բարև աղջիկներ ջան։ Բարև։ Հայկ, քեզ էլ ենք սուրճ պատվիրել։ Ոչինչ։ Ոչինչ։ Բայց դու լմյատ ասա տեսնեմ ինչ էիր այդքան անհանգիստ։ Ճիշտն ասած Նարեի համար եմ անհանգիստ։ Ինչ ա եղել։ Դե Նարեին ու Արմոյին փողոցում տեսել եմ։ Հատ տեսել ես հետո։ Հետո այն, որ Արմոն քաշքշում էր Նարեին ու Նարեն շատ վատ վիճակում էր, փողոցի մեջտեղով վիճում էին։ Որ տեսա Արմոն իրան ոնց պահեց, չդիմացավ, մոտեցա, որ Նարեին օգնեմ։ Հո քեզ բան չի ասել այդ Արմոն։ Ինչ? Ինչ պիտի ասեր։ Ես Նարեի համար եմ անհանգիստ։ Որ հիշում եմ Արմոն իրան ոնց պահեց, չգիտեմ, ջղայնությունից մի բան ուզում էի անի, բայց չկարողացա։ Հայկ, դրանից հետո անընդհատ զանգել եմ Նարեին, չի պատասխանում։ Բայց ինչի համար ես զանգում Նարեին։ Անհանգիստ եմ, Հայկ։ Դու որ տեսնեիր Նարեին ինչ վիճակում է, հաստատ կհասկանայիր ինձ։ Կարողա դու զանգես, ինձ թվում է քո զանգերին կպատասխանի։ Բայց ես ինչի զանգեմ Նարեին, Սոնա։ Իրանց անձնականն է, ինչ ուզում են թող անեն, նշանված մարդ է։
Կարող է ճիշտ ես Հայկ, բան չունեմ ասելու, բայց որ այդ իրավիճակը տեսա շատ վատ ինձ զգացի, Նարեն շատ վատ վիճակում էր։ Ու իմ մոտ տպավորությունն է, որ ինքը հիմա նեղված է ու իմ օգնության կարիք ունի։ Նենց ասեցիր, ինձ թվաց ինչ-որ վատ բան ա եղել։ Հայկ, ես պատմածս վատ բան չէր։ Սոնա, վատա, լավա, մի խառնվի։ Իրանց անձնականն է, ու այդ ընդհանրապես քո թեման չի։ Մերսի Հայկ ջան, ջրի համար։ Նարեն, պետք չի քեզ սենց պայս։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ բաներ կա, որ քո դուրը չի գալիս։ Դու քո ձևով ես պայքարում, ես էլ իմ ձևով։ Ախր սիրում եմ քեզ։ Դու շատ լավ ես հասկանում, որ պապատել իմ կողմից է։ Արմոն, եթե դու մենակ իմանայիր, ես ոնց եմ քեզ ատում։ Մենակ իմանայիր, ես իմ մարմնի բոլոր բջիջներով ատում եմ քեզ։ Նարե, Սուս մնա։ Սուս մնա։ Կարաս գնաս պապային ասես, որ ես հրամանն է կատարեցիր։ Պապ, ես չեմ հասկանում, ինչի ես դու իմ հետ սենց վարվում։ Ինչի դու ինձ չես հասկանում։ Ստեղ հարցը Հայկը չի, ստեղ հարցը Արմոն չի։ Պապ, ես եմ ստեղ հարցը, ես քո աղջիկն եմ, կանգնած եմ քո առաջ։ Քեզ պատմում եմ, որ ինձ նեղացրել են, որ ինձ շանտաժ են արել, որ ինձ վախացրել են։ Դու թքած ունես։ Դու թքած ունես իմ զգացածի վրա։ Ինչ արեցիր։ ոնց որ ասել էիր, տուն տարա եկա։ Այն թե ես ոնց եմ խոսում իմ աղջկա հետ, դա քեզ ոչ մի առիթ չի տալիս, որ դու հանկարծ Նարեի հետ ոնց ուզես վարվես։ Դու դեռ պիտի ինձ պատասխան տաս։ Այդ տեսախցիկների ու այդ Հայկի հետ կապված։ Ես չեմ ներում մարդկանց, ովքեր ինձ խաբում են։ Ու որ չեմ ներում, նրանք շատ թանկ են վճարում դրա համար։ Գնա, քո հերթն էլ կգա։ Հա, ես ամեն ինչի մասին վրամը չպիտի իմանա։ Պրոցեդուրայի արդյունքը։ Սա պահպանվելու է մոտ մի 6 ամիս, հետո կգա կկրկնենք։ Արդեն գեղեցիկը մի քիչ այտուցներն է շատ կնստի։ Բարև, ես ոչ մի դեպքում քեզ հաղորդագրություն չի ուղարկի ուրիշ ելք չունեմ։ Այսօր Նարեին եմ տեսել, հիմա զանգում եմ չի պատասխանում։ Արմոյի հետ դրսում վիճում էին ու Արմոն քաշքշում էր Նարեին։ Ինձ պետք չէ հետ հաղորդագրություն ուղարկես կամ ինչ-որ բան անես, ուղղակի գտի Նարեին, հա ու կողքին եղի։
Բարև։ Ես ոչ մի դեպքում քեզ հաղորդագրություն չի ուղարկի ուրիշ ելք չունեմ։ Այսօր Նարեին եմ տեսել, հիմա զանգում եմ չի պատասխանում։ Արմոյի հետ դրսում վիճում էին ու Արմոն քաշքշում էր Նարեին։ Ինձ պետք չէ հետ հաղորդագրություն ուղարկես կամ ինչ-որ բան անես, ուղղակի գտի Նարեին, հա ու կողքին եղի։ Ուր ես Նարե։ Ինչ ա եղել։ Հա, Սաքո ջան, ասա։ Նարեն ո՞նց է։ Չգիտեմ ոնց է, Սաքո ջան, բայց ինչ ա եղել։ Մի հատ գնատես ո՞նց է Նարեն, տրամադրություն չուներ։ Նարեն, բայց տանը չի։ Ոնց Նարեն տանը չի։ Բա Արմոն տուն ա բերել։ Չէ, տուն չի եկել Նարեն։